Հասել ենք Սուրբ քաղաք Էջմիածին։ Ես ողջունում եմ բոլոր հավաքվածներին։ Մեծամոր քաղաք։ Գնում ենք այնտեղ սիրված մայրիկի ծննդյանոր շնորհավոր ենք։ Բրավո լինի ձեր ծննդյանորը։ Կինգոարի ծննդյանորն է եւ հուզվել է։ նրա որդին Արթուրը 3 տարի արդեն գտնվում է Գերմանիայում եւ Գիտեք չէ ձեզ ինչքան են սիրում։ շատ կարոտել է մայրիկին։ Հա, ձեր աչքերից երևում է որ դուք գիտեք։ Սիրում է նրան։ Այսօր նրա սրբության ծննդյանորն է։ Ուզում անես գերկեք մայրիկին, այնքան սեր տակ որ իրա փոխարենել մի քիչ մայրիկը ջերմանա, հա։ Իր կյանքի սկզբնաղբյուրի ծննդյանորն է, պետք է գնանք ուրախացնենք։ Ես գիտեմ դուք հիմա որտեղ եք նայում։ Գնում ենք Եզդի բարեկամների օջախ։ Իմացեք ձեր ամուսնու կողմից էլ եմ։ Իմացեք որ ձեզ շատ են սիրում։ Ուզում եմ որ լավ լինեք։ Բարեկամություն, հարազատություն, ինչպես եք։ Մենք հասել ենք Սուրբ քաղաք Էջմիածին։ Գրիգոր Լուսավորչի աչքն է մեզ դիմավորում, հեռվում էլ երևում է շատ գեղեցիկ եւ ոչ պակաս սուրբ ու կարևոր եկեղեցի։ Սուրբ Հռիփսիմենն է։ Վարդանը տենց ասած, ուրեմն Սուրբ Հռիփսիմենն է։ Վարդան մի քիչ ուշադիր է իմ համեմատությամբ, դրա համար անունները ավելի լավ է հիշում, այնպես որ Սուրբ Հռիփսիմենն էր կադրերում։ Այս հրաշք ու գեղեցիկ արմավիրյան ճանապարհը մեզ հասցնել է ուղիղ մեծամոր քաղաք։ Հայրենի գյուղ ծոցիդ հայ զավակնեմ, բաղախբյուրից ջրին ես կարոտեմ։ Գնում ենք այնտեղ սիրված մայրիկի ծննդյանոր շնորհավոր ենք։ Կինգոարի ծննդյանորն է եւ նրա որդին Արթուրը 3 տարի արդեն գտնվում է Գերմանիայում եւ շատ կարոտել է մայրիկին, սիրում է նրան։ Այսօր նրա սրբության ծննդյանորն է, իր կյանքի սկզբնաղբյուրի ծննդյանորն է, պետք է գնանք ուրախացնենք ու պետք է նշեմ, որ մեր Արթուրը, մեր բարեկամ Եզդի ազգի ներկայացուցիչ է։ Գնում ենք Եզդի բարեկամների օջախ։ Կրկնակի ուրախալի է եւ հարգալից պահ, որ մեզ նման պատվի են արժանացրել, որ գնանք ու շնորհավորենք։ Տեսնենք գեղեցիկ արմավիրի բնապատկերները, լի սիրուն գյուղային լեռների հովտում, լեռան լանջին գեղեցիկ գյուղ է ծվարած։ Հրաշք է ուղղակի։ Ուզում ես գնալ այդ գյուղ մի անգամից, որ իմանանք որ գյուղն է, մի օր կգնանք։ Արագածոտնի գյուղը, դե մի օր գնալու ենք այնտեղ, որովհետև ես վստահ եմ, որ այնտեղից դեպի այս կողմ տեսարանը ուղղակի հեքիաթ է հիշեցնելու։ Ահա մեր հայրենակիցները հավաքվել են շուկայում եւ իրենց ստեղծած բերք ու բարիքն են վաճառում։ Իսկ մնացած հայրենակիցները գալիս են գնում տանում ամբողջ Հայաստանով մեկ խանութներով վաճառում։ Շատ սիրուն ատոմակայան ունենք մենք։ Գեղեցիկ ու գեղարվեստական։ Գեղեցկագույն հրաշք քաղաք Մեծամոր։ Մենք մուտք ենք գործում Մեծամոր քաղաք առաջին անգամ պատվերով։ Սա սենսացիոն կադրեր են ընկերներ։ Առաջին անգամ են գալիս Մեծամոր, պատվեր ենք բերում, ծնունդ պետք է շնորհավորենք։ Ես չեմ հիշում, որ Մեծամոր եկած լինենք պատվերով։ Այս կանգառների սիրուն են, մատիտ ու գիրքը զգացի, չէ։ Ապրի այս մտահղացումը իրագործողը, շնորհակալ ենք շատ, որ մեր հայրենիքում նման գեղեցիկ կանգառներ կան։ Հաշված վայրկյաններ հետո կլինենք Մեծամորում, կզանգենք մեր ընկերոջը Արթուրին, ով տան տեղը պետք է մեզ ցույց տա, որ գնանք ու անակնկալ անենք։ Դե հիմա չեմ զանգում, Վարդան, այդ Մեծամորը ֆիքսենք, սիրուն գրվածքը, I love Մեծամորը։ Տեսեք իր գեղեցիկ շենքեր են, ով կարոտել է Մեծամոր քաղաքը, լավ լուր ունեմ։ Այսօր որոշել ենք դրոնով նույնպես նկարել, որ ամբողջ քաղաքը երևա ու գեղեցկությունը երևա։ Չէի նկատել այսքան վաղ Վարդան։ Այ հենց Մեծամոր պատվեր եղավ, այդ ժամանակ սկսեցինք նկատել։ Այդպես է ընկերներ։ Երբ որ միտեղ չեն գալիս գործով, այդքան էլ ուշադիր չենք։ 100 անգամ անցել դու տեսել ես այսքան ժամանակ։ Բա, միշտ տեսել ենք, անցել ենք, էլի ուշադիր չենք ելել, որ կարող է հանկարծ պես սիրուն է։ Բակ է, 4 կողմը շենքեր են, այս մեջ տանը ծառեր է, էլի, Նյու Յորքի նման։ Հիմա գնանք, ճիշտ է, բանը, շքամուտքերը Նյու Յորքի նման չի, բայց էլի վատը չի։ Հին ու բարի հոտ է գալիս այս շքամուտքից։ Գնանք ու շնորհավորենք մեր տիկին Գոհարին, իր ծննդյան օրվա արդիվ, որդու կողմից
պետք է շեշտեմ կարոտած որդու կողմից, որովհետև շատ է կարոտել մայրիկին, 3 տարի արդեն չի տեսել եւ այս սերը հենց հիմա գեղեցիկ ձևով կհասնի մայրիկին, գեղեցիկ ու նուրբ, աչ ասած թե ձախ դուռը։ Ամեն շնչառությունս որ կարգավոր եմ էլի, երորդն է չէ, բայց երորդ հարկել ենք։ Արտուր, աչ դուրը, թե ձախ ասիր։ Աչ, չէ, լավ աղբերս, լավ։ Հա, սպիտակ դուրը, չէ, աղբերս եսա, հա։ Ծլենգիկը սխմեմ, դե մի անգամից մտնենք։ Դե, ընկերներ, շնչառությունս կազմակերպել եմ, դրանք եթե դուրը բացա մտնենք, եթե չէ։ Բացա։ Ես ողջունում եմ բոլոր հավաքվածներին, բարով եք հավաքվել։ Դուք էլ ուրախ ծափեր տվեք։ Հələ ծափեր ենք տալիս։ Թե հնալիներ լույս աշխարհ կալ մի օր նորի։ Նորավոր լինի ձեր ծննդյան օրը։ Եկել ենք ձեզ ուրախություն բերենք, հələ ուրախացեք, հուզվել է։ Ին հարասատ մորից Որ մանկության ջերմոց Հա, դե այդպես պետք է ալնի։ Ես էլ ասի դուռը բացեմ, կբացվի, չէ, նոր սիգնալ կտամ։ Հա։ Գիտեք, չէ, ձեզ ինչքան են սիրում։ Հա, ձեր աչքերից երևում է, որ դուք գիտեք։ Դե անակնկալը չգիտեք, բայց որ ձեզ շատ են սիրում, դրա մասին անգամ զգում եք։ Լավ լինեք, առողջ լինեք։ Մենք եկել ենք ձեզ այդ մաղթանքները առաջին հերթին ասելու, հետո նոր մնացածը կամաց ամեն ինչ իր հերթին կասենք։ Թող քեզ ամուր կրկեմ սիրտը իմ կարոտից փրկեմ Բերնուր է։ Հələ ես ձեզ հրավիրում եմ մի քիչ այստեղ, որ հեսա ձեզ ուզում են գրկողներ կան, էլի ուզում են գրկեն ձեզ, սեր տան ձեզ։ Դες քաղցրություն մոտ վերցրեք սես։ Դուք կասկածում եք ում կողմից է այս քաղցրությունը, չէ՞։ Հա, ում կողմից է։ Արիչա ես քեզ սիրում եմ Արտուրի ու հարսի։ Հարսի անունը բայց չգիտեմ։ Թելի։ Ձեզ շատ են սիրում, հա։ Իրենց կողմից է։ Այնքան շատ ու նուրբ սիրով են սիրում, որ ուզում են միշտ առողջ լինեք ու լավ։ Վարդան, ուզում ես այն կողմից նկարես, հա։ Դուք եք դուստերը, հա։ Ձեր անունը Քրիստինե ջան, դե մեր Արտուրի ցանկությունն է, ես ասեմ էլի, որ ամեն ինչը ճիշտ անեք։ Ուզում անես գրկեք մայրիկին, այնքան սեր տակ, որ իրա փոխարենել մի քիչ մայրիկը ջերմանա, հա։ Պատրաստ եք։ Դե Խնդրեի մամիցների Մամուզում եմ ես առաջվա պես օրոր ասես Քո անուշ ձայնով սրտիս հետ օրերով խոսես Թող քեզ ամուր կրկեմ սիրտը իմ կարոտից փրկեմ մի կարևոր նվեր ենք ձեզ բերել։ Արցունքներն աչքերից սրբել Փաթաթվիր ինձ մամքո գրկում ես մանուկ դառնամ Ես քեզ սիրում եմ մամ Արտուրի կողմից հատուկ։ Ես գիտեմ դուք հիմա որտեղ եք նայում։ Առաջվա պես օրոր ասես Քո անուշ ձայնով սրտիս հետ օրերով խոսես Թող քեզ Դե ոչինչ դե նորմալ է։ Ես էլ ձեր երկուսի նկարը։ կարոտից փրկեմ Ինձ համար հոսող արցունքներն աչքերից Համբերություն ձեզ։ Փաթաթվիր ինձ ման քո գրկում ես մանուկ դառնամ Աշխարհի չափ ես քեզ սիրում եմ Չէ, շատ չեք ուզվում։ Իմացեք, որ ձեզ շատ են սիրում։ Ուզում են, որ լավ լինեք, ուզում են, որ եթե հուզվեք էլ մենակ ուրախությունից։ Եղավ, պայմանավորվեցինք, դες ծափեր տվեք ուրախություն, բերեք մեր
Տիկին Գոհարին, ձեզ լիքը լավ բաներ, լավ որ միշտ ուրախ լինեք, որովհետև ձեզ սիրում են, ձեզ շատ են սիրում։ Չէ, անուշ արեք, ես ասել եմ, էլի պետքա գնամ, ես հիմա արագ ինչքան կարամ արագ հետ եմ գնում, հա։ Հələ բայց կատենանք ինչ ասում։ Հələ մեր լավ բան ասա, մենակ բան մի ար, այդքան շատ մի հուզվի։ Ամեն ինչ լավ է։ Քեզ սիրում են, առողջ եղիր, որովհետև դու պետք ես քո երեխաներին շատ, հա։ Պայմանավորվանք, հա։ Դե լավ մնացեք, մենք գնացինք։ Ոտներս խերով ձեր օջախ, ձեր շենք, ձեր տարբեր, ես ինչ տիրուն թաղամասեր, Չէ, ես քշում եմ, թե չէ բաժակների տեղ կա, մի բաժակը որն է։ Մեծամորը ես այսօրվանից անվանում եմ ծիծեռնակների քաղաք, որովհետև երկնքում անասելի շատ են ծիծեռնակները եւ այս գեղեցիկ եւ նուրբ թռչնակները կարողանում են մեր դրոնին խփել։ Կերել են կյանքներս։ Չթողին նորմալ նկարենք, բայց ամեն դեպքում ինչն է շատ մեծամորում ծիծեռնակների խաղը։ Լտեսեք ինչքան շատ են ու ագրեսիվ են, էլի։ Ծիծեռնակ եւ սև ճնճղուկների մի հոծ բազմություն մեծամորի երկնքում։ Այսքանը մեծամորի մասին, այս անգամ մենք դեռ կվերադառնանք։ Հայրենիքիս ջուրը զուլալ անմահական Համն ու հոտը աղն ու հացը անապական Հայաստանիս վրա շողաթող լուսաբաց Շատ է տեսել ժողովուրդս ավեր ու լավ